Կրթամալիրի ուսումնական օրացույցով կարդում ենք նախագծի շրջանակում մարտ ամսին սովորաբար կարդում, ուսումնասիրում, ճանաչում ենք հայ նորագույն շրջանի մեծագույն բանաստեղծի Եղիշե Չարենցի ստեղծագործությունները։ Քոլեջի երկրորդ կուրսեցիների հետ այս անգամ որոշեցինք ընթերցել Եղիշե Չարենցի Դանթեական առասպել պոեմը և Գանգրահեր տղան նովելը։ Իբրև մայրենի դասավանդողի պիտի խոստովանեմ, որ այս երկու ստեղծագործությունները, որոնք թե ժամանակագրական առումով և թե ասելիքի առումով շատ հակադիր են, այնուամենայնիվ ցավոք սրտի շատ արդիական են մեզանում։ Ուղիղ 100 տարի առաջ կատարված իրադարձությունները, պատերազմ, հայրենիքի տարածքային կորուստներ, սահմանքեցուցիչ տեսարաններ, հերոսի անկումային տրամադրություններ, որ արտահայտված են այս ստեղծագործություններում, եկան աղերսվեցին նաև մերօրյա իրականության, արցախյան գոյամարտի, մարդկային և տարածքային կորուստներին։ Ինչպես էինք որոշել այս ստեղծագործությունը ուսումնասիրել։ Որոշեցինք, որ ստեղծագործությունները պիտի ընթերցվեն դասարանում։ Սա արդեն հնարավորություն էր, որ հենց դասապրոցեսի ընթացքում սովորողը ոչ միայն կարդում է, այլ նաև ընթերցումներին հաջորդում են մեկնաբանությունները, բացատրությունները։ Իբրև ստեղծագործություններ դժվար ընկալելի է երկու գործերն էլ և հարկ էր այդ ստեղծագործությունների մեկնաբանությունը տրվի հենց ընթերցելիս, հենց դասարանում։ Դանթեական առասպելին ուղիղ 15 տարի հետո հաջորդում է մեկ ուրիշ ստեղծագործություն Գանգրահեր տղան, որը կտրուկ տարբերվում է նախորդից։ Պայծառ արևոտ տրամադրությամբ սկսում է ստեղծագործությունը և այս ստեղծագործությունն իրավամբ կյանքի շարունակության հաստատումն է, հայրենիքի ապագայի տեսիլքով բանաստեղծը ներկայացնում է այն երազային ապագան, որ հավատացած էր մի օր գալու է իր հայրենիքի համար։ Եղիշե Չարենց նախագծի շրջանակում մենք անցել ենք երկու ստեղծագործություն՝ Դանթեական առասպել և Գանգրահեր տղան։ Իմ համար Դանթեական առասպելը իրականում շատ հետաքրքիր, բայց միաժամանակ և շատ դժվար պատմություն էր, որովհետև ամեն բառ կարդալուց դու ինչ-որ մթություն ես զգում, սառնությունը և ինչ-որ կորստի զգացմունքը։ Ինձ համար ամենադաժան և ծանր մասերից մեկն էր այն մասն է, որտեղ գլխավոր հերոսը հիշում է իր ընկերներին, հիշում է այն գյուղը և իրենց անտարբերությունը դիակների հանդեպ։ Բայց դրանից հետո Եղիշե Չարենցը 15 տարի հետո ինքը գրել է Գանգրահեր տղան, ու այդ Գանգրահեր տղան ստեղծագործությունը այն նոր Հայաստանի կերպարն էր, որը հաղթահարեց այն դաժանությունը և ողբերգական վիճակը անցյալում։ Այս պոեմը Չարենցի վաղ շրջանի լավագույն ստեղծագործություններից է։ 18-ամյա պատանին անդամագրվելով կամավորական ջոկատներին տեսնում է պատերազմի ահարսարսուր դեմքը։ Այս պոեմի վերնագիրը պատահական չէ։ Դանթեն 13-ից 14-րդ դարի իտալացի մեծ բանաստեղծ է։ Իր աստվածային կատակերգություն պոեմի առաջին մասում ներկայացված է դժոխքը։ Պոեմի հիմքում ընկած են իրական դեպքեր, Կարսից մինչև ռազմական երթը, որը դաջվել է Չարենցի սրտում։ Եթե Դանթեն գրում էր իր երևակայությամբ այդ դժոխքը, նկարագրում էր դժոխքը, ապա Չարենցը ներկայացնում էր իրական դժոխքը։ Պոեմի խորքային իմաստը ոչ միայն պատմական ակնարկներն էին, այլ նաև այն աշխարհագրական Հայաստանը, որի միջով անցել է Չարենցը, երբ Քանաքեռ գյուղում ձևավորվում էին կամավորական ջոկատները, նա համառորեն ուզում էր մասնակցել, բայց քանի որ նա կասրասակ եւ ոչ մարտական կազմվածքով երիտասարդ էր, նրան ընդունեցին որպես բուժեղբայր, բայց քանի որ նա իր միջի կրակով ուզում էր մասնակցել պատերազմին, պաշտպանելով իր հողը, իր երկիրը, նա զենքը ձեռքին իր ընկերների հետ առաջ ընկավ դեպի ճանապարհ։ Ճանապարհը սկսվեց Քանաքեռ գյուղից դեպի Երևան, Երևանից Արարատյան դաշտավայր, որտեղ միակ կողմնորոշիչը դա Թափառնից լեռն էր, այնուհետև այդտեղից շարժվելով դեպի Արևմտյան Հայաստան, Վանալճի կողքով եւ արդեն հասան Վան քաղաք, որը նա անվանեց Մեռյալ քաղաք։ Մենք կարող ենք պատկերացնել, թե ինչ ճանապարհով է նա անցել, ու ամեն ընթերցող
կարող է պատկերացնել այդ ճանապարհը։ Դանթեական առասպել պոեմը մենք որոշեցինք կարդալ դասարանում։ Պոեմը բավականին երկար էր եւ մենք ամբողջ դասաժամը նվիրեցինք ընթերցանությանը։ Կարծում եմ այդպես ճիշտ էր ընթերցելը, քանի որ հենց կարդալիս պատվելիդ համար մեծ մեկնաբանություններ եւ բացատրություններ էր անում, եւ եթե մենք տանը կարդայինք, հնարավոր է որ շատ բան չընկալենք եւ այնպես չհասկանանք, ինչպես դասարանում։ Պոեմում շատ էին դաժան տեսարանները։ Իմ կարծիքով լրիվ ուրիշ բան է տեսնել արդեն մահացած մարդու եւ լրիվ ուրիշ բան է տեսնել թե ինչպես է մարդը մահանում քո աչքի առաջ։ Հեղինակն այնքան իրական է նկարագրում տեղի ունեցող իրադարձությունները, որ սեփական մաշկի վրա զգում եմ այդ բոլոր ապրումներն ու մարդկային զգացողությունները։ Հնարավոր չէ առանց ցավի ու խղճի խայծ գալու կարդալ այս պոեմը, հատկապես երբ գիտենք, որ այն իրական դեպքեր են, ոչ թե հորինվածք։ Պատերազմը շատ մեծ վնասներ է պատճառում մարդկությանը եւ մարդու հոգեբանությանը եւ նամանավան եւ թե տեսնում ես այդ ամենը քո աչքերով Եղիշե Չարենցը պատմում էր առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին եւ կարդալիս առաջին տողերը զգում ես պատերազմի ոչ դաժանությունն ու խստությունը այդ սարսափելի տեսաններից եւ մահից հետո ոչ բոլորն են կարողանում ապաքինվել, բայց Եղիշե Չարենցը ուժեղ անհատականություններ եւ ոչ միայն ապաքինվեց, այլ 10 տարի անց գրեց Գանգրահեր տղան ստեղծագործությունը, որը լրիվ այլ տրամադրություններ առաջացնում, ուրախ, պայծառ տրամադրություն, որ լրիվ հակառակն էր Դանթեական առասպել պոեմին։ Պատերազմները խախտում են կերպարի ներքին աշխարհը։ Կարդալով պոեմը մենք կարող ենք տեսնել, թե ինչքան գնալով առաջ դեպի դաժանություններ, կերպարի մեջ նույնպես մտնում էին այդ դաժանությունները։ Այստեղ կարելի է բերել մեջբերում Նիցշեի ասած խոսքերը. ինչքան երկար է մարդը նայում անդունդի մեջ, այդքան ավելի շատ է անդունդը նայում հենց մարդու մեջ։ Պոեմի մեջ մենք տեսանք, թե ինչպես է կերպարը գնալով կործանվում։ Նա դառնում էր ավելի քաջ, ավելի ուժեղ, բայց միևնույն ժամանակ մահանում էր իր ներքին մարդկայնությունը։ Հետագա ժամանակ անց մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է նույն Չարենցը, ով անցել է այդ դաժանությունների մեջով, գնում Գանգրահեր տղան։ Դա ցույց է տալի, որ ժամանակ անց միևնույն է Չարենցը կարողացավ հաղթահարել իր ներքին դևերին, որոնք որ նա տեսել էր այդ ամբողջ իր ճանապարհի ընթացքում։ Մեր ուղեղը կարողանում է ադապտանալ ժամանակի ընթացքում, բայց դա չի նշանակում, որ նա հաղթահարում է իր տրավմաները։ Նա ընդհանրապես կարողանում է սովորել այդ տրավմաների հետ ժամանակ անց ապրել ու հավասար քայլել առաջ։